Պատասխանենք, հետո կլսենք պարոն Սասունյանի Միացյալ Նահանգների։ Շատ շնորհակալություն։ Հետո կարող ենք բանավեճը ծավալել։ Շատ շնորհակալություն եւ հարցադրման եւ գնահատականի համար կարճ ասեմ, որ իհարկե ես երազանք չեմ ասում 127 միլիարդ, ես ասում եմ համեմատության մեջ տարածաշրջանային երկրների, եթե կա այնպիսի մի ծրագիր, որը մեզ բերելու է տրիլիոնի կարգի համախառն ֆինանսություն, բոլորս կարող ենք միայն ողջունել, այսպես շատ լայնությամբ եւ բարձրությամբ։ Ուղղակի պետք է հասկանանք, ստեղ մենակ մի բան ասեմ, որ այդ տրիլիոնանոց ընդհանրապես համախառն ներքին համար մենք պետք է հաշվարկենք, թե քանի 100 միլիարդ դոլարի ներդրում է պետք մեր Հայաստանում։ Իսկ այդ ներդրումների համար թե շատ չծավալվեցին, կա միջավայր Հայաստանում։ Հայաստանի այսօր ամենախոշոր ներդրումը 100-120 միլիոն դոլար է կարան։ Այս փաստաթ Այդ ինչ մի հատ ներդրումային միջավայր մենք ստեղծենք, որը հնարավոր է, ոչ մի բան չեմ բացառում։ Այսինքն եթե դա է, մենք միայն կարելի է ողջունել, ուրիշ բան չենք։ Շատ բան, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիմա մենք կլսենք պարոն Սասունյանին, պարոն Սասունյան, բարև ձեզ, ողջունում ենք ձեզ եւ սպասում ենք անհամբեր ձեր դիտարկումներին Հայաստանում անվտանգության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ լսում եք, չէ՞։ Այո, շատ լավ լսվում է։ Շնորհակալ եմ։ Ուրեմն մենք հերվից մեծ ցավով հետևում ենք հայրենիքում տեղի ունեցած անցուդարձերին եւ մենք օգտվելով ծեր հետ ենք եւ չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանը ամեն ինչ որ ասկային է, հայկական է, գործանում է և սկսելով Արարատներից, սահմանադրություն, Արցախ, Հայաստանի սահմանի հողադարած և այլն, այսպես շարունակելով, այսինքն մենք գործում ենք մեր հայրենիքը և ամենավերջին հայկարը, որ հիմա տեղի է ունենում, այս օրերին Փաշինյանը թեմ Հայաստանի Զարակերական եկեղեցի Ուրեմն ես ուզում եմ այս մեկ նյութը անդրել, որ շատ չդարածվեմ զանազան նյութերով։ Ուրեմն տեսնում եմ, որ ամիսների վեր երկուստեք վեճեր դեղեն ունում, Փաշինյանը ինչ-որ քայլեր անում, հայտարարություններ անում, թեկուզ որոշ չափով լկտի պարապաշարով և ժամանակ առ ժամանակ Էջմիածինը հայտարարություններ է անում ի պատասխան բայց այս վեճերը մեզ դեռ չեն հասցնելու Փաշինյանը թիմում է ամեն տեսակ միջոցների իրավական և ոչ իրավական խախտումներով սահմանության օրենքներին ինչ որ ես հիմա պիտի ներկայացնեմ մի քանի րոպեի մեջ առանց խախտումների իրավական քայլեր են որ Հայաստանի եկեղեցին կարող է ապարնել սկսելով Երուսաղեմի արաբոդիլյանից Ուրեմն առանց վեճելու Էջմիածինը պետք է ամենաշաբես թիմե Երևանի առաջին ադյանի թադարան և բողոք ներկայացնե, որ վարչապետը խախտում է Հայաստանի սահմանադրությունը և այն թադարանները, որ իննբաց վեճեր են արձակում Փաշինյանի, իրենք էլ խախտում են սահմանադրությունը և որ մի առաջնորդ, որ անգլեր էր պաշտոնից թադավոր որոշումը որ վերադառնա այդպիսի իրավասություն չունի ուրեմն անշուշտ այդ առաջին ադյանի թադարանում անի որ թադավորը ֆրանկների ենթակա է միտի որոշում առնի ընդեմ եկեղեցու և եկեղեցին հաջորդ քայլի գտնում է որ պետք է վերաքննիչ ադյանի թիմ է և այդտեղ էլ թադավորը ռանքի դագ է գործնելու է եկեղեցին այդ թադնել, բայց այս երկու թադերը գործնելը ոչ մի պրոբլեմ չէ, որտեղ նպատակը այս երկու թադարանները չեն, այն նպատակը այն է, որ եվրոպական մարդկային իրավասարդարական և Հայաստանը անդամ է այդտեղ է պարտավոր է ենթարկվելու այդ թադարանի որոշումներին և այդ թադարանը նույնպես նախապայման բանջում է, որ ուղղակի չտիմեն թադարան տարբեր երկրներից, այլ նախտիմեն իրենց
դեղական տադարաններին, հետո վերակնիչ տադարան եւ երկու դեղ որ մերժվի, որ իսպարակային մերժվելու են, հետո իրենք իրավունք ունեն դելու թիմերու Եվրոպայի մարդկային իրավանց տադարան մի հարց կա այստեղ, որ եվրոպական մարդկային իրավանց տադարանը բավական երկար ժամանակ է ապահովում մինչև որոշումի հանքի, որտեղ իրենք հայրավոր էպսուսի հայցեր ունեն Եվրոպայի բոլոր երկրներին, մանավանդ Թուրքիան եւ Ադրբեջանը, ուրեմն Եվրոպական տադարանը մի հատուկ սիստեմ ունի, որ որոշ բարականներում որ թիմում են տադարան, որպեսզի տարիներ չդեվի որոշումը, իրենք խնդրում են, որ տադարանը այս հարցին զբաղվի շտաբ ծևով, ուրեմն շտաբ հարցին ընթացք տալու պետք է որ Էջմիածնի իրավապանը պետք է որպես շտաբ հարց ներկայացնի եւ անգամ որ Եվրոպական տադարանը զբաղվի այս հարցով ինձ համար շատ բարձ է որտեղ 30 տարի է հետևում եմ Եվրոպական տադարանի բոլոր որոշումներին, հազարավոր որոշումներին եւ գիտեմ թե իրենք ոնց են մոդելում հարցերին եւ ուրեմն Եվրոպական տադարանը շատ արագ պետք է որոշվի հետեւյալ երկու գեդերի հիման վրա մեկ այն է որ Հայաստանի Հանրապետության սահմանությունը եւ առավել Հայաստանի կառավարությունը խախտում է եվրոպական մարդկային իրավունց տադարանի սկզբունքները միջամտելով եկեղեցու ներքին հարցերին։ Ուրեմն երբ որ տադարանը այս հարցով զբաղվի որոշում դա ամենաշատս գրանքեմ որ Վարշավեդը իդ վերցնի իր բոլոր հրանքները որոշումները եկեղեցու հարցերին միջամուխ լինելու եւ այդպեսով այս հարցը կփակվի ավելի օրինավոր վաճառացվող քան թե վեճերով երկրորդ կապար որ ես ունեմ ես մարդեմ վերջին օրերին որ մի քանի գազան 6 եպիսկոպոսների Փաշինյանը որոշեց որ արգելեն որ երկրից չբացակայեն այսինքն նպատակային էր որ Ավստրիա չգնան եւ եպիսկոպոսած ժողովին չմասնակցեն ուրեմն այդ 6 եպիսկոպոսների մեջ արձեմ երկուսը առնվազն եթե ոչ 3-ը ամերիկյան քաղաքացիներ են ուրեմն Հայաստանի կառավարությունը իրավունք չունի արգելելու ամերիկյան քաղաքացին որ երկրից դուրս գա եւ վերադառնա երկիրը կամ բոյ այլ երկիր եւ այդ երեք առաջնորդները եպիսկոպոսները պետք է ամենաշատս թիմին ամերիկյան տեսփանադուն եւ արիդեալություն ասեմ որ Ամերիկայի պետքարտուղարությունը բոլոր տեսփաններին աշխարհով մեկ հրանք տված է որ այդ երկրները որտեղ իրենք ծառայում են եթե ովևէ ամերիկյան քաղաքացի թադական կամ իրավական հարցեր ունի տեսփանը ամերիկյան տեսփանը բardavor է զբաղվելու եւ պաշտպանելու այդ ամերիկյան քաղաքացիի իրավունքներին չի կարելի դա անդեսել որտեղ պետք է հրանք է Վաշինգտոնից եւ ուրեմն տեսփանը պետք է հանդիպի այդ ամբաստանյալի հետ եթե թադնի թադարան ներկայանա եթե բանդարգեն ներկայանա եթե իրավապան պետք է իրավապան դրամատրե ուրեմն ամերիկյան կառավարության ներկայացուցիչ տեսփանը բարդավոր է ամեն ինչ անելու որպեսզի նաև տեսփանը մոռացելու որ պետք է փոխ ներկայացնի Հայաստանի կառավարության որ իր ամերիկյան քաղաքացիների իրավունքները խախտում է զսպում է ուրեմն այսօր երկրորդ բայկար է օրինական ծևով Փաշինյանի հարակների դեմ ուրեմն այս բոլորի նպատակը որ Փաշինյանը անշուշտ բոլորը իմանում եք որ ինքը փորձում է որ այդ Ավստրիայի եպիսկոպոսած ժողովը խանգարի եւ շտոնի որ այդտեղ հավաքվեն բավարար եպիսկոպոսներ որպեսզի կորում լինի եւ նորմալ ժողով անեն Այդ է բաժարը, որ 4 արդեն բանտն են, 6-ը արդեն արգելված է դուրս գալ երկրից, որպեսզի այս հարցերը լուծեն, որտեղ այս ժողովը սկզբում պետք է լիներ դեկտեմբերին, բայց մտահոգվելով որ պետությունը կարող է միջամտել այս
ժողովի ընթացքին արգելելով որ առաջնորդները եւ եպիսկոպոսները դրսից Հայաստան այնքան մեջովի մասնակցելու ուրեմն Այս բոլորի լուծումը շատ բարձ է, ոչ պետք է Էշմիածյան այդ ժողովը, ոչ էլ Ավստրիա գնալ, շատ բարձ է զումով ամեն մարդ կմիանա, անոնք որ նույնիսկ արգելված է որ Հայաստանից դուրս կանետվեց եպիսկոպոսները, եթե ուրիշներ ևս լինեն, նույնիսկ կարելի է հաջորդ օրերին վեհապարին ճամփորդությունը արգելեն, բայց վեհապարը եւ վեց եպիսկոպոսները եւ մյուս բոլոր առաջնորդները եպիսկոպոսները Հայաստանից եւ Սփյուռքից կարող են զոմով միանալ առանց ճամփորդելու ոչ մի տեղ, նաեւ այս արիտը օգտակար է որ ամբողջ տարեց եպիսկոպոսներեն եւ կամ հիվանդ են եւ չեն կարող ճամփորդել իրենց տանը նստելով զոմով կարող են մասնակցել ուրեմն էսի օգտակար կլինի որպեսզի կորում լինի մեծամասնությունը ժողովի մասնակից լինի եւ իսկ եթե բադահի որ կորում չլինի այսինքն կորում այսինքն առնվազն 51 տոկոս եթե 51 տոկոս սկզբունքը փոխի եւ ասել որ ոչ թե բոլոր եպիսկոպոսների ներկա կամ բացակայ բոլորին 51% պետք է ներկա լինի, այլ ասել որ այդ եպիսկոպոսները որ ներկա են ժողովին, ներկա եպիսկոպոսների մեծամասնությունը պետք է որ այո կվերգի որևէ որոշում։ Այսպեսով մենք հաղորդարձենք Փաշինյանի ծրագրին, որ խոչընդոտ է, որ կորում չլինի, ժողով չլինի, ճամփորդեն, արգելեն, իսկ վերջին կետն հետևյալն է, որ ստաճեմ Հայաստանում հայերենով ինչպես գասեք իսպանեն, անգլերենով proxy vote գասեն, այսինքն կվեներ, որոնք պստահված անձնավորություններու կվեներ են եւ անոնք որ չեն կարող մասնակցել ժողովին, անոնք որ անդում են օրինակի համար, անոնք որ արգելված է ելքը, անոնք որ դարեց են, ուրեմն իրենց կվեն նախորդ կհանձնեն, որ իրենք համաձայն են եպիսկոպոսի ժողովի որոշումներին եւ ուրեմն իրենց կվեները կհաշվվի, այդ էլ օգտակար կլինի, որ կորումի հարց չզակի եւ կարող է որ հաջորդ օրերին Փաշինյանը նաև այլ եպիսկոպոսներ խոչընդոտ է որ ճամփորդեն, որովհետեւ այդ բոլոր խաղերը իզոլյալ լինեն, պետք է որ թե զումով անել եւ թե վստահված անձի կվեներով եւ նաև ներկաների մեծամասնությամբ։ Ուրեմն այսպես է որ պետք է մենք պայքարենք եւ ոչ թե անընդհատ բիջել, որը բեժը մեզ դեռ չի հասցնելու։ Ուզում եմ այստեղ կանգնել, շնորհակալ եմ, որ ինձ առիթ տվեցիք, որ իմ կարողները գիսեմ ձեր հետ։ Մենք ենք շնորհակալ պարոն Սասունյան, բայց ես նաև կուզենայի ձեզ մի այսպիսի հարց տալ եւ ինչ դիտարկում ու խորհուրդ ունեք։ Գիտեք, որ երկուշաբթի, այսինքն ամսի 9-ին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը ժամանում է Հայաստան, նա լինելու է կառավարությունում եւ ես շատ կուզենայի, որ դուք ձեր դիտարկումը հայտնեիք ամբողջ երևի թե հայության ու նաև հայության այդ մտահոգությունը, որ Բաքվում գտնվում են մեր գերիները, այդ տաժանելի իրավիճակում հնչել են արդեն առաջին դատավճիռները ցմահի եւ երկարաժամկետ բանտարկության, ինչ է կարծում Միացյալ Նահանգները ինչ դերակատարում կարող է ունենալ, որպեսզի մենք մեր պատանդներին վերադարձնենք Հայաստան, ներառելով նաև Սփյուռքյան համայնքների այսպես ազդեցիկ ձայնը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքներին համենայն դեպս մեծ տեղ են հատկացնում, խոսում են համաքրիստոնեական այսպես միասնության եւ այդ արժեքների ամրակայման մասին։ Կարծում եմ ձեր տեսակետը եւ ներսից շատ կարեւոր կլինի, այսինքն ինչ քայլեր կարող ենք անել եւ ինչքանով իսկապես Միացյալ Նահանգները կարող է այդ առաքելությունը ստանձնել եւ օժանդակել մեզ։ Լսում եմ ձեզ։ Շնորհակալ եմ, շատ կարևոր հարց է։ Սկսեմ ամենագլխավոր հարցից,
մենք գլխավորն է որ Վարշավետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանալիները Բաքվի բանդից դուրս կան, այլ հակառակը ամեն ինչ անում է, որ այդ քերիները մնան փանդում երկար տարիներ, որ ինքը վախենում որ այդ քերիները շատ Պարսասիջան Պաշտոնյաներ են, եթե վերադառնան Երևան, կխանգարվի իր ունիսի վերընտրությունը։ Ուրեմն չեն կարող մենք վստահել Փաշինյանի վրա, որ քերիների ինվաստորը քայլ առնի շրջագարակը խոչընդոտում է։ Ինչ վերաբերում է փոխնակալ բանսի այցելության, ուրեմն շաբաթ ես բավական օրեր աշխատեցի, որ փորձեմ որոշ պատկաններ հղեմ այն մարդուց միջոցով, որոնք հաստեցիկ են եւ սպիտակ գաբեր ունեն, ուրեմն մի քանի այստեղ նպատակներ կային, մեկը այն է, որ որոշները անշուշտ երևակայական են եւ իրադես չեն, բայց մենք պետք է այդ մարզումները հարցնենք եւ նայենք թե որ մեկը իրեն կարող են գտարել, օրինակ վանսը եւ օրնակա եւ Բաքու գտնվի, արդյոք ինքը կարող է խնդրել Ալիևից որ գնա եւ փանդում այցել է մեր հայկերիներին, այդ մեկ երկրորդ փոքր ներկայացնել որ հայկական քրիստոնյա այդ մոնումենտները գործանում են այդ պետք է որ պահպանվեն եւ երրորդը երբ որ Հայաստան կա ոնսը ամենայն փորձի հանդիպել վեապարի հետ գնալով կամ էշմիածին կամ վեապարի մուտքալով ոնոց որովհետև եթե տեղի ունենա շատ մեծ հարված կլինի Փաշինյանի գարավարության, որովհետև Փաշինյանը չի ընդունում, որ քաղաքին վեապարը ամենաիսկատողոսն է, այլ իրեն աշխարհական անունով կոչում է եւ ասում որ ինքը իրավունք չունի ոչ մի որոշում անելու եւ իսկությունների կարգալուց անելու, պաշտոնից անելու, եթե Ամերիկայի փոխնակը հանդիպի վեապարի հետ, այդ հանդիպումը մեծ արձագանք կստանա ոչ միայն հայ ժողովրդից եւ աշխարհից, այլ մանավանդ մեր իշխանություններից։ Միայն թե ուզում եմ տեղեկացնել մի շատ ցավալի մի հարց, որովհետեւ երբ որ փոխնակային մենք խնդրում ենք որ վեապարի այցել է, բացառանը լինում է որ Հայաստանի կառավարությունը չի ուզում որ ինքը վեապարի հետ հանդիպում ունենա, ինչ որ adică շատ վիրավորական ամեն հայոմար վիրավորական կեցվածք է, բայց ինչպես գիտենք իշխանությունները ամեն քայլերի թիմում են օրինավոր ապօրինի բարոյական, անբարոյական եւ անդադար խոսում որ իրենք փորձում են եկեղեցին բարելավել, ճիշտագարակն է իրենք ուզում են եկեղեցին ավելի խորը հարցերի մեջ մտնել եւ ոչ թե բարելավել։ Այդքան։ Եվ շնորհակալություն շատ պարոն Սասունյան մեզ միանալու համար։